Շնորհակալություն, պարոն փոխնախարար, դուք 2019 թվականից զբաղեցնում եք այդ պաշտոնը եւ մոտավորապես այդքան ժամանակ ես բարբերաբար գրություններ եմ ուղարկում տարածքային կառավարման նախարարություն եւ պահանջում հստակ հարցի պատասխան։ Վարդենիսի 36 գյուղերը, որոնք որ այնքան էլ մոտ չեն, երբ են ունենալու տրանսպորտ։ Մոտավորապես 2019 թվականից մինչև հիմա շարունակ պատասխան է, որ տարվում են աշխատանքներ, կհայտարարվի մրցույթ, կգտնվեն ռեսուրսներ, բայց վերջ այդ հարցը չի լուծվում։ 8 տարի մոտավորապես, 7 տարի։ Ինչքան ժամանակ է պետք, որպեսզի այդ տրանսպորտի հաճույքը հասնի նաև հեռավոր մարզեր եւ մարզերի բնակիչները կարողանան օգտվել տրանսպորտից։ Դուք միշտ խոսում եք տրանսպորտի մասին եւ զգացում եմ, որ ձեր այդ մոտիվացիոն բառն էլ որ օգտագործում եք, անընդհատ վերաբերել է մայրաքաղաքին։ Մայրաքաղաքից դուրս մարդիկ են ապրում, որոնք կարիք ունեն տրանսպորտով փոխադրամիջոց որպես օգտվելու եւ իրենց կենսական հարցերը լուծելու։ Երբ որ խոշորացնում եք համայնքները, ասում եք դե խոշորացնում ենք, որ ռեսուրսները ճիշտ օգտագործենք։ Հիմա խոշորացրել եք, երբ եք տրանսպորտի հարցը լուծելու, ավտոբուս, երթուղային, երբ է լինելու Վարդենիսի հարակից գյուղերում։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Թովմասյան, Գեղարքունիքի մարզի տրանսպորտի մասով նշեմ, որ ոչ թե մրցույթներ են հայտարարվելու, այլ մրցույթներ հայտարարվել են եւ նաեւ այն կազմակերպությունները, որոնք դիմել են, մենք ամբողջ մարզը բաժանել էինք երկու մասի, պայմանական, այսպես ասեմ, տրանսպորտի տեսանկյունից եւ մի հատվածում այն հաղթող կազմակերպությունը, որը պետք է ներկայացներ տրանսպորտային միջոցները, չի ներկայացրել իր բոլոր հետևանքներով, ինչը վերաբերվում է ձեր կողմից նախանշված տարածաշրջանին, ապա ներհամայնքային փոխադրումների դեպքում, այսինքն համայնքը կարող է իր խոշորացված համայնքի շրջանակներում այդ տրանսպորտային ուղևորափոխադրումները կազմակերպել։ Չնայած հիմա համայնքների եւ մարզպետի աշխատակազմի եւ նախարարության միջև քննարկումներ են գնում չհաջողված, այսինքն մրցույթներում մասնակցություն չունեցած կամ մրցույթներում հաղթած եւ տրանսպորտային միջոցների չմատակարարած կազմակերպությունների վարկագծից հետո ինչպիսի մոդել մենք կարող ենք կիրառել այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես արձանագրեցի, որ 7 տարի հարցը չի լուծվել եւ ձեր պատասխանից էլ հասկացա, որ առաջիկա 7 տարում էլ այդ հարցը չի լուծվելու։ Ասում եք համայնքը կարող է կազմակերպել։ Բայց դուք տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ եք։ Բայց ո՞նց եք կառավարում, որ չեք կարողանում այնպես կառավարել, որ համայնքներում գործի տրանսպորտ։ Եվ մարդիկ կարողանան մի անձնագրի համար գնալ խոշորացված համայնք, անձնագրային վարչությունները եւ տարածքային կազմակերպությունները լուծարեցիք 100-120 կիլոմետր պիտի գնան, մի հատ անձնագրի դիմում գրեն, հետո մի քանի օր հետո գնան, այդ անձնագրի դիմումի հետևից որ անձնագիրը ստանան, մերժում ստանան, հետո նորից գնան ու այդ ամեն ինչը տաքսիներով։ Բայց ո՞նց եք կառավարում։ Եվ մեկ էլ մի հարց, այնուամենայնիվ, դուք մինչև 2019 թվականը ապրել եք Ռուսաստանում։ Ձեր կյանքի առաջին պաշտոնը, որ ստացել եք, դա այս փոխնախարարի պաշտոնն է։ Այ ո՞նց եք մոտիվացվել ու ո՞նց է եղել ձեր վերադարձը։ Էլի մի հատ խնդրեմ դա էլ հանրայնացնեք, շնորհակալություն։ Իմ անձնական կյանքին վերաբերող հարցին չեմ պատասխանի, քանի որ իմ կենսագրությունը տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքեջում տեղադրված է, իսկ ինչը վերաբերում է ձեր հարցին տրանսպորտի մասով, այդ տրանսպորտի հարցը խնդիրը չի առաջացել այսօր, ոչ էլ 2019 թվականին։ 2019 թվականի դրությամբ եւ 18 թվականի դրությամբ այդ խնդիրները արդեն առկա են եւ մի մոռացեք, որ 20-ից 22 թվական հաշվի առնելով նաեւ COVID-ի համավարակը այդ ոլորտում գրեթե ներդրումներ չեն էլ իրականացվել հաշվի առնելով, որ փոխադրումների հետ կապված որոշակի սահմանափակումներ են եղել եւ այս առումով կարծում եմ, որ այն միջոցառումները, որոնք իրականացվում են մեր կողմից, նպաստելու են տվյալ համայնքներում ուղևորափոխադրումների կազմակերպմանը։ Միաժամանակ նշեմ, որ տարբեր մարզերում արդեն իսկ միասնական երթուղային ցանցեր են գործում եւ ամբողջությամբ նորացվել է շարժակազմի եւ քաղաքացիները գոհ են տվյալ տեսակի փոխադրումներից, կարծում եմ այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատանքները, շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան, ես հարց ունեմ։ Այնուամենայնիվ